Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակվող 89-ամյա Ջուլիետա Սարգսյանը տարիների ընթացքում չի կորցրել ստեղծագործելու իր ցանկությունը։ Տիկին Ջուլիետան ունի 33 տարվա աշխատանքային փորձ։ Երկար տարիներ նա աշխատել է սոցիալական ապահովության բաժնում որպես գլխավոր հաշվապահ։ Միևնույն ժամանակ ընտանիքի հետ ակտիվորեն մասնակցել է նաև գյուղատնտեսական աշխատանքներին, սակայն այսօր արդեն տարիքային պատճառներով նա ի վիճակի չէ զբաղվել այդ աշխատանքներով եւ ձեռագործությունն է դարձել նրա առօրյայի կարևոր ու անբաժան մասը։ 5 տարեկան եմ եղել, մամաս գորգագործ է եղել, ինձ սովորացրել է, հետը նստել եմ, 7 տարեկան եմ նրա հետ գորգը, կեսը ես եմ գործել, կեսն ինքը, ու սկսել եմ գորգագործությամբ զբաղվել իմ աշխատանքի հետ, երկու բան եմ գործել, փոքր գորգ, մանունը գրեցին ցուցակը որպես գորգագործուհի ու ինձ պարգևատրեցին որպես անչափահաս 15 տարեկանը մեծ գորգեր գործել եմ ու հանձնել ու իմ անունը այդ գորգագործության բանը կա, որ ես եղել եմ գորգագործ, այնօրից այսօր իմ գործը շարունակում եմ։ Տիկին Ջուլիետան պատմում է, որ ձեռարվեստի հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկուց։ Տարիների ընթացքում նա յուրացրել է ձեռագործության տարբեր տեսակներ՝ ասեղնագործություն, հելունագործություն, շուղագործություն, գորգագործություն, ինչպես նաև կանվայի վրա կատարվող նուրբ ասեղնագործություն։ Հարևանի կեսուրը որ մահացավ, նրա ինչ որ թելեր ուներ, էլի թուփարած մեծ կնիկ էր։ Պիրուս տվուց ինձ այդ թելերը, ասաց ինչ դեմ անել, դու ինչ անում ես արա, այդ թելերը որ կալա շատը մղմուղեր են գել, ցեցեր են գել, մաքրեցի պեն ու լրիվ գործեցի ու տվի իրան, այդ տիրոջը, այդ թելիցը, աթորի պալաս, թաթու ջաղեր, ենքան որ զբաղվել եմ, էլի զբաղմունքա, մեծ հասակը, պարապ նստել եմ չի, անընդհատ ուզում եմ թե հագործ անեմ, ինչ անեմ։ Տիկին Ջուլիետայի տուն մտնելուն պես առաջին աչքի են ընկնում նրա ձեռքի աշխատանքները։ Տան գրեթե յուրաքանչյուր անկյունում կարելի է տեսնել գունավոր ու խնամքով պատրաստված գեղեցիկ իրեր, որոնք ոչ միայն զարդարում են տունը, այլ յուրահատուկ ջերմություն են հաղորդում միջավայրին։ Նրա խոսքով ձեռագործությունը պարզապես զբաղմունք չէ, այն իրեն տալիս է հոգեկան հանգստություն, օգնում է օրը լցնել օգտակար աշխատանքով եւ պահպանել ստեղծագործելու ցանկությունը։ Առաջի անգամ գործել եմ փոքր երեխայի գուլպա եմ գործել, դրանից հետո որ արդեն պատերազմը սկսվեց 41 թվին, ասեն ով ինչ շնորհք ունի ցույց տա, գուլպա, ձեռնոց, ամեն ինչ, դրանց ես բոլորին մասնակցել եմ, ձեռնոցներ եմ գործել, գուլպա եմ գործել, հանձնել տվել իրանց սալդատների համար տարել են, ցավը տանեմ, ամեն ինչով զբաղվել եմ։ Չնայած իր պատրաստած աշխատանքների մեծ պահանջարկին, տիկին Ջուլիետան դրանք չի վաճառում։ Նա նախընտրում է իր ստեղծած իրերը նվիրել հարազատներին, հարևաններին եւ հյուրերին։ Նրա համար ամենամեծ ուրախությունն այն է, երբ իր աշխատանքները ուրախություն են պարգևում ուրիշներին։ Քան գործ եմ անում, չէ, ես ոչ մի գումարով գործ չեմ արել, լրիվ գործել եմ մեկը բարեկամի, մեկը քվոր աղջկա, մեկը աղբոր աղջկա, մեկը հարևանի, ամենքին փոքր երեխաց, ամեն ինչ, ոչ որ բարեգործական գործը բարել էլի, բոլորի համար էլ, ոչ մի կոպեկ, ոչ մեկից չեմ վերցրել, լրիվ իմ ձեռքի աշխատանքով արել եմ ու իմ բարեկամներին բոլորին էլ հասցրել եմ ամեն ինչ, շալալել, թաթու ջաղեր այլել, աթորի պալաս եղել, ինչ որ եղել է, բայց մր 3 երեխայի համար, ամենքի համար մի լավ գորգ եմ գործել, ես էլ փոքր տղայիս է, գույները նկարած կա, այդ նկարը, բանի Իջևանի գորգագործական գործարանի նկարա, բայց այդ գորգից եմ օրինակել դա, գույները ես փոխել եմ, իմ ցանկությամբ թելավավադա
ես եմ այդ գույները ընտրել էլի, իմ ընտրությամբ համար, այս եղնիկնի են, սրանք հրսայ, հլը, այդ եղնիկները ես եմ ընտրել գույնը, Տիկին Ջուլիետայի համոզմամբ մարդը պետք է զբաղվի այնպիսի աշխատանքով, որը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար իր ընտանիքի համար։ Սովորացնել, ոչ եմ սովորացնել, ինչ կա տրանում, թող սովորեն, իրանք էլ անեն, իրանք էլ գործեն, իրանք էլ տան իրենց հարազատներին, հրաթայ, ինչ վատա, գործել եմ տղեկցել դիվանի վրա, ես բասկաթորների, ինչ անեմ զբաղվում կա, չնայած ինքը մի պեն չի իրանի ներկայացնում, բայց ձերքի աշխատանքը մեծ գործ է, ամենա նուր գործը ձերքի աշխատանքն է։ Նրա խոսքով աշխատասիրությունն ու ստեղծագործելու ցանկությունը մարդուն ուժ ու կյանքին հետաքրքրություն են տալիս կյանքի ցանկացած փուլում։